Երևան քաղաքի բնութագրիչների գնահատում։ Մեկը ընդհանրապես բավարարված չէ, 5-ը լիովին բավարարված է։ Այստեղ մեր մոտ բերված են լուսավորությունը, այսինքն 4 բալը 2025 թվականին, սա ընդհանուր քաղաքի ցուցանիշն է, անվտանգությունը 3.7 բալ, մաքրությունը 3.2 բալ, կանաչապատ 3.1 բալ եւ ամենավատ ցուցանիշը, ինչպես տեսնում ենք, 2.3 բալ, անգամ նվազում ունենք անցած տարվա ցուցանիշի համար, անցած տարվան արդեն իսկ վատ էր 2.4 բալ, հիմա ունենք 2.3 բալ ցուցանիշ, նորից վերադառնում ենք այն հիմնախնդիրներին, որոնք նշվել են մեր քաղաքացիների կողմից։ Նույն պատկերը մենք ունենք նաև վարչական շրջաններով, ավելի մանրամասն դուք կարող եք ծանոթալ այս բոլոր ցուցանիշները ըստ վարչական շրջանների, բայց այստեղ ուշադրություն եմ ուզում դարձնեմ ամենացածր ցուցանիշներին գրանցված, եւ այսպես դա օդի մաքրության հետ կապված է էլի խնդիրը, 1.3 ամենավատ ցուցանիշը դա Նուբարաշենի մեր բնակիչներն են նշել, 1.7 նշել են Արաբկիրի բնակիչները եւ կենտրոն համայնքը, որտեղ մենք գտնվում ենք հիմա 1.8 բալ, այսինքն 3 համայնքներն են, որոնք ըստ այնտեղ ապրող բնակիչների ունեն ամենավատ իրավիճակը կապված օդի աղտոտվածության հետ, ավելի մանրամասն այլ ցուցանիշներ կարող եք ծանոթանալ, ես նյութը ձեզ տալու եմ։ Երևան քաղաքի ընդհանուր արտաքին տեսքի գնահատումը լիովին դրական 32.4%-ն է գնահատել եւ ավելի շուտ դրական 41.9%, այսինքն գրեթե 74% դրական են գնահատում ընդհանուր տեսքը քաղաքի, 14.1% նշել է ավելի շուտ բացասական եւ ընդհանրապես բացասական 10.8% նշել։ Կրկնեմ, թե ասենք առաջ։ Ինչպես է գնահատում քաղաքապետարանի կողմից կազմակերպված Երևան քաղաքի ամանորյա զարդարումը, այստեղ ունենք դրական ցուցանիշներ, 53.2% նշել է շատ լավ եւ 32.4% նշել է լավ։ 4% նշել է վատ եւ շատ վատ նշել է 6.3%, բայց տեսնում ենք, որ գրեթե 85%-ից 86%-ը դրական է գնահատել այն զարդարանքը, որ եղել է ամանորյա տոների հետ կապված։ Այստեղ ունենք քաղաքապետ Տիգրան Ավինյանի եւ վարչական շրջանի ղեկավարների աշխատանքի գնահատումը։ Յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավարին գնահատել են իրենց վարչական շրջանի բնակիչները, այսինքն Նեշիա Կոմիտասի ապրողը աչափնյակն է գնահատել։ Մեծամասնությունը ստացել են իհարկե 5 բալանի սանդղակ է, հիմնականում 3 բալից բարձր են ստացել բոլորը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 3.3 բալ, Աչափնյակը 3.3 բալ, Ավան 3.6, Արաբկիր 3.3, Դավթաշեն 3.3, Էրեբունի 3.7, բավական բարձր, Կենտրոն համայնքը 3.8, Մալացիա Սեբաստիա 3.8, Նոր Նորք 3.3, Քանաքեր Զեյթուն 3.7, Շենգնավիթ 3.7, Քանաքեր Զեյթուն 3.4, Նոր Մարակ 3.4 եւ Նուբարաշեն 3.4։ Սա տեսնում ենք, որ ամենաբարձր ցուցանիշները գրեթե 4 բալ ստացել է միայն 2 վարչական կենտրոնի ղեկավարներ, դա Մալացիա Սեբաստիան է եւ Կենտրոն վարչական շրջան։ Ինչպես կգնահատեք քաղաքապետարանի իրականացված ձնամաքրման աշխատանքները հետեւյալ տարածքներում։ Սա եւս մեկ անգամ հիշեցնեմ, միջև վերջի առաջ ձյուններ, բայց անգամ այս պարագայում պատկերը բավականին վատ է։ Եվս 5 բալանոց սանդղակով գնահատել են փողոցների մաքրությունը, ձնամաքրման աշխատանքները 3 բալ են գնահատել, բավարար, այսինքն բավարարից ցածր ստացել են մայթերի մաքրման աշխատանքները 2.4 բալ եւ ամենավատը դա բակերում իրականացվող ձնամաքրման աշխատանքներն են 2 բալ։ Գնահատեք Երևան քաղաքի հավաքանիների աշխատանքը ըստ խմբակցությունների։ Անցած տարի եւս գնահատական տվել ենք, այս տարի եւս այդ ավանդույթը շարունակվում է։ Ամենաբարձր գնահատականը ստացել է Մայր Հայաստան խմբակցությունը 2.6 բալ, եթե համարենք դա դրական, որովհետեւ 5 բալանոց է, ամենաբարձր գնահատականը ասում եմ, 2.6 բալ ստացել է Մայր Հայաստան խմբակցություն, Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն 2.4 բալ, Հանրային ձայն խմբակցություն 2.2 բալ,
ազգային առաջընթաց խմբակցությունը 32 բալ եւ հանրապետություն խմբակցությունը 2 բալ։ Կարող ենք ասել, որ բոլորն էլ միջինից ցածր են ստացել, բայց այդ միջինից ցածրների մեջ ամենաբարձր Մայ Հայաստան խմբակցությունն է ամեն դեպքում։